Հայաստանի փրկությունը Եվգենիկայի մեջ է։ Եվգենիկան կփրկի Հայաստանը։ Հիմա նայեք, շատերը տեղյակ չեք դա ինչ է։ Ես կբացատրեմ, չփորձեք ժամանակից առաջ ընկնել, մինչև այսօր Եվգենիկան աշխատում է Սինգապուրում։ Հենց որ ավել պակասել չգրեք, լսեք մինչև վերջ, որտեվ այն, որ ես տեսա այս վերջի մի շաբաթվա ընթացքում, ես հիմա կներկայացնեմ։ Բարև ձեզ ժողովուրդ ջան, սրա մասին ես այդ մտքին հանգեցի, ես շատ էի մտածում, սենց կբացատրեմ այս հաղորդման մեջ, խնդրում եմ խելացիները հենց հիմա բաժանորդագրվեն, լայքը դնեն։ Նայք, դեգեներատները մի անգամից գնում են Չիբուխչյան լսեն, ընդեղ Խզմալյան, Մզմալյան, Բևերներին, այդ հիմարներին, ընդեղ Սերգեյ Դանելյանին, որտեղ Ուկրաինան հաղթում է, Պուտինը պարտվում է, ոնց գիտեք, էլի, սա Ուկրաինայում էր հաղթանակը։ Այս հենց բաներ գնացեք լսեք։ Իսկ դուք խելացիները թիմա մնացեք եթերի մեջ, եթերը երկար կլինի, խորհուրդ կտամ մի անգամից YouTube տեղափոխվեք, որ բացատրեմ էլի ինչի ես խայտարակություն ես մի շաբաթվա վերջի, որ ինձ բերեց այդ մտքին, որ Եվգենիկան միակ փրկությունը կլինի Հայաստանի համար։ Հեռանկարային էլի սենց։ Հարազատներս այս վերջի շաբաթվա այս խայտարակությունների ու այդ ամոթի այդ ամբողջ այդ ալիքը որ կար, որ տեսանք ֆուտբոլից սկսած։ Հիմա ամենաշատը ես հիասթափվեցի այն, որ տեսա վրացիների կողքը, մեր հայ այդ ճիվաղների, այդ դախաջագաների այդ դելեգացիան։ Ես ամաչեցի արա, որ վրացիների կողքը տեսա այդ Նիկոլին, when հանդերձասրահ մտնելուց էլի այդ որ վրացու կողքը ոնց էր քայլում կուզը ցցած, փորը գցած, ինձ հասկանում մի այլանդակություն էր էլի։ Կողքը նայում էր Վրաստանի վարչապետին, հավես այդ գալիս էր։ Վրաստանի դելեգացիայի դեմքների նայում եք, մարդկային դեմքեր եք տեսնում էլի։ Մեր դելեգացիան նայում ես, բոլորը հղի, բոլորը սենց ճիվաղ, զզվելի։ Պարտությունը մի կողմից, այն խայտարակությունը, որ վերջում հետո երկրպագուները թքեցին հայերի վրային։ Ասացի արա մեզ մենակ Եվգենիկան կփրկի։ Եվգենիկա, կբացատրեմ դա ինչ է, հեսա դիմացեք։ Խայտարակություն, լսեք ազգ, մենք չունենք հոկեյ օրինակ, առանց հոկեյի միջև այսօր ապրել ենք, առանց ռեգբիի, լսեք, նախույ ֆուտբոլ, արա պետք չի ֆուտբոլ, ավելի լավա չլինի ֆուտբոլ, քանզինի այդ խայտարակությունը որ կա, պետք չի ֆուտբոլ, Ֆուտբոլը բան աստեղ են, փող բռնելու տեղը հարավ, մեր պիդարասների համար են, Մելիք Բեկյանից բռնած։ Որտեղ միակ բանը, որ կարող են երաշխավորեն, պարտությունն է, գումարը դնեն պարտվեն, այդ է։ Դա համար Եվգենիկան ասում են կփրկես ամեն ինչից, արա։ Լավ ֆուտբոլ էլ կխաղան, հավատացեք, երկրպագուներ։ Մյուսը, ես տեսա այդ ֆուտբոլից հետո այդ բան են, Դանիել Իոնիսյանի ու ինչ-որ մի բան, էլի, որ սենց զզվեցի, բանավեճ էր ինչ-որ, նրա այդ հիմարությունները, որ միջև հիմա լցնում են, են եվրոպամետներով, այն հիմարությունները, որ կործանեցին Ուկրաինան, Հայաստանը միջև այդ նարատիվներով է շարժում։ Ես վերջերս տեսա գաղտնազերծված ուկրաինական այդ USAID ծախսած փողերը, այդ ռազվետկի կողմից ծախսված էլի այդ նարատիվներ զարգացնող էլի այդ Սորոսի ծրագրերը բան էլի Ուկրաինա փողերա գնացել
բլոգերին 150,000 դոլար փող, որ այսինքն հայրենասիրություն, հայրենակործանություն անի։ Ու մինչև այդ նույնը Հայաստանում շարունակում էր։ Ես տեսա այդ Դանիել Իոնիսյանի մեջ։ Այդ վիժուացքի էլի, որ մեկ-մեկ նայում եմ, ասում եմ Դանիել Իոնիսյանին, էլի, հասկանում եմ միասեռամոլ կանանց։ Որ այդենց Իսանին տեսնեն, հաստատ կգնան կնանիկ իրար հետ կապրեն, այնտեղ լեսբոս կեղզի կտեղափոխվեն, կդառնան բան։ Միասեռամոլ։ Չէ, նայում ես դրա վիճակին, ու ընդհանրապես հայ տղամարդիկ, մի հատ բան ասեմ, էլի, այ հանձին ես Դանիել Իոնիսյանին։ Լսեք, եթե դուք հաղթանդամ չեք, դուք հագնվում եք մանկական աշխարհում, սենց, մանկական հագուստ, դպրոցական, էլի են երեխի են, վատիտ երեխի, էլի սենց։ Արա այդ թրաշին չեք պահում։ Լսեք, դուք չեք տեսնում, ձեզ չի սազում։ Նայում եք են էլ ռազմեր հագնող այդ մանրապճիղ, մանրավոսկոր, մի հատ թեթ, սենց մի հատ մորուք են թողնում։ Արա դուք էլ եք ուզում Մուհամեդ Մարգարեին նմանվեք, հա։ Օրինակ շատեր են մահմեդական աշխարհը Սուրբ գրքում գրված, էլ են ռադիկալ ցնդածներ, էլի սիրում են։ Մորուք պահեն, որ Սուրբ իրանց Մարգարեին նման լինեն։ Դուք էլ եք ուզում, արա։ Նրանց վաղ երևի կնանիք այնքան գեշ են եղել, որ գրել են, էլի, որ տղամարդը պետքա տարբերվի կնգանից, էլի, որ միամիտ գիշերը չխայդարակվեն։ Դրա համար արա մի հատ ես հայլում նայեք, արա նոր այդ թրաշները պահեք, Դանիել Իոնիսյանի նման, էլ այդ վիժված կարա։ Ու դրա համար ասում, արա Եվգենիկան կփրկի Հայաստանը։ Կամ հետո, այդ որ տեսային Գյումրի այդ ընտրապայքարը, վայ, իմ կարծիքով Գյումրիում ընտրություններ չի լինելու այնտեղ։ Այնտեղ լինելու է անասնահամար։ Տոկոսային կորոշեն, էլի, քանի տոկոս օրինակ խոշոր, մանր եղջերավոր, կրտած, այնտեղ ինչեր են, ցուլ, բան, մոզի, ես անասնա համար է լինելու։ Այն որ այնտեղ խոսում են, այն սարիգը բարձրաձայնում է, որ ավելի լավ է, քա եթե բռնաբարությունը անխուսափելի է, պետք է թուլանալ եւ հաճույք ստանալ։ Այսենց բաներ են խոսում սարիգը։ Լեննականցիք այդ ծապահարում են։ Այդ են պատասխանի, որ բան են, են մյուս դեգեներատ են, ինչ էր անունը, Վարդանիկ Ղուկասյանն է ասում, ծովիստով Հայաստանը գնալու եմ հետ բերեմ, դարել էր բան, Ալեքսանդր Մակեդոնացի, Տիգրան Մեծն էր, էլի, են ընդից ասում, գնալու են, գալու են բռնաբար են, ավելի լավ է, թուլանանք բան անենք, էլի, պատերազմ չենք ուզում։ Նայում ես, ասում ես, արա, լրիվ անասունն էլի, արա, դրա համար Եվգենիկան կփրկի, որ այս գենետիկորեն մաքրվեն մարդիկ, արա։ Որ են ֆայտոնով ռաբիզ քյարթուն, արա, են ինչ էր, արա, էլ մակարդակ չկար։ Այդ մակարդակ, արա, եսիմ դա ինչ, եսիմ են 80-ական թվերի վիճիկը դաննա պտի լինեին, արա, որ դրան ձայն տան այդ խելագարին են, թորիկներ դարել։ Որ տեսա այս ամեն ինչը մեր հայ ազգի հայելիներ, այս ընտրությունները։ Գյումրեցի դու թասիբ ունեն, այ դու հոտած ձվերով կգայ դրանց սաղին կծեցեիր, արա։ Սարի գնայք, արա, ինչքան, ասում է, ես ասվալտ եմ արել, փոխարեն մեկը ասեր, այ անասուն, չաթլախ, ասվալտը հլը Միշնադարյան Բաղդադում ա եղել, Վարդանիկ։ Դու մենք 1000 տարի հետ ենք մնացել Բաղդադից, հելը Մարկո Պոլոն ա գրել, հենց բանա տեսեն դե, էլի զարմացել։ Իսկ բանը, Վարդանիկ ասում ա լեննականցի, պապական ոսկիներս բերես ասվալտ եմ արել, դուք եկեք շնորհակալ եղեք ինձ թազա ընտրեք, այսա մեր ազգի մակարդակն ա։ Ասում ա, ճանապարհ եմ սարքել, մեկը չասեց, այ ղախպեք, ճանապարհ հլը հին հռոմներ սարքում, հլը Հիսուսը չէր ծնվել, համար, այ
չոքած շնորհակալ էին Վարդանիկի, ծեսանդրություններից տեսնենք տոկոսը։ Վարդանիկը դպրոց է սարքել, եսի ինչա, մարզադաշտ է սարքել, բավական փողերով այր է սարքել։ Ու մեկը չի ասում, այ անասուն, մենք տարիներով հետ ենք մնացել քաղաքակրթությունից։ Այսա գիտեք որտեղից է գալիս։ Նրանից, որ Սովետական միությունը օրինակ հիմա տեսեք, ուներ 15 հանրապետություն։ 70-ական թվեր 80-ական դա սպորտային բարձունքներ գրավելու ժամանակաշրջանն էր, էլի։ Ատոմային այդ ռակետները սենց սասիսկի պես արդեն խփում էին, հիմա մնում էր գրավեն տիեզերքը գրավել են սպորտային բարձունքներ։ Ամբողջ սովետական միությունով մեկ սարքվեցին մարզադաշտեր, սպորտային կոմպլեքսներ, այդ ամեն ինչ էլի համալիրներ, որ աշխարհ ենք գրավում։ Հոկեյը եղավ են կանադացիքի հետ, Խարլամովը, բասկետբոլ, ֆուտբոլ, հենց մեր Ալբերտ Ազարյանը, Յուրի Վարդանյանը, այդ բոլորը այդ սովետական բումն էր սպորտային։ Մոսկվայում օրինակ ես շատ հին մոսկվիչների հարցնում ես, էլի, ով է սարքել բանը։ Լուժնիկի կոմպլեքս էլի շատ մեծ գեղեցիկ կոմպլեքս է։ Ոչ մեկ չգիտի։ Դե որտեղ պետք է սարքեին։ Նույնիսկ շատ էին հարցնում ես Բալշոյ թատրը ով է սարքել Մոսկվայում։ Ասում են, ես տարբեր թագավորների անուններ են տալի։ Մեկը եկածին է, մեկը ստեղ, մեկը։ Չգիտեմ, որտեղ դա քաղաքակրթություն է, պետք է սարքվեր։ Բայց նայեք 15 հանրապետությունների մեջից միակ իմաստուն ազգը հայը դուրս եկավ, որ տեսավ, ասեց, օй, միչև այսօր քեզ շնորհակալ ենք, կարեն դեմ ես Սերոփիչ։ Այդ վերագրեցին ՑԿ-ի առաջի քարտուղարին Հայաստանի։ Կարծես Սերոփիչ իր պապական փողերը կճուճը բացել էր, իտալացի ճարտարապետներին պատվիրել էր, ասել էր եկեք սարքեք սենց մի հատ հրաշք։ Ու մեր իմաստուն ազգը տեսավ, միչև այսօր շնորհակալ է Սերոփիչին։ Միչև այսօր։ Սպորտսմեն չունենք, որ նրա անունով կոչեն, էլի մարզադաշտը, կոչել են էլի իր անունով։ Կարեն Դեմիրճյան։ Միչև այսօր շնորհակալ են։ Դրա համար Վարդանիկ Ղուկասյանը ասում է, «Արի այս անասուն ազգ արա, ես ասեմ ասֆալտ եմ փռել, այնտեղ 50 տարի է Սերոփիչն է շնորհակալ, թող մի քանի տարի էլ ինձ են շնորհակալ»։ Այն էլ մեկը չասեց, արա, հին Հունաստանում է եղել, Հոմերոսն է գրել, էլի սպորտային այդ բաները։ Արա դուք 3000 տարի եք հետ մնացել մարդկությունից, արա դա պետք է սարքվեր։ Բայց չէ, մենք Սերոփիչ ենք մեծարում։ Մեր քաղաքական գործիչներից մեկը, այն Պարուհ Հարիկյանի բանից հետո էլի, բարձրաձայնում է ասում, Սերոփիչը հերոս է, ոչ թե կաշառակեր։ Նա մեր համար համալիր է սարքել, այ ինտելեկտ։ Այս է հայի իմաստուն այդ տեսակը էլի։ Այն թուրքը տարա ինչքան լավ տղա աղջիկ կար, ենիչար սարքեց ու բան, արա հարեմները լցրեց, աղբը թողեց երկրում։ Աղբը։ Դրա համար կփրկի Հայաստանին Եվգենիկան։ Ես կկանգնեմ այն քաղաքական ուժի կողքը, ով Եվգենիկան կմցնի քաղաքական ծրագրի մեջ։ Ես օրինակ կապի եմ դուրս եկել մի քաղաքական նախաձեռնություն, կայմա մի բան պատմեմ էլի։ Այս միգուցե սա ինչ որ մի փրկություն է երկրի համար էլի։ Ժողովուրդ, միացեք, տեսեք, լսեք։ Խերիմյան Արտակը միաբանություն է ուզում ստեղծել, սա նոր հիմնադիր հայրերի մի ինստիտուտ էլի, որը այս երկիրը կդնի ճիշտ ռելսերի վրա, ոչ թե խախտված ռելսերի վրա, որ դրեցին են ՀՀՇ-ն դեռ 90-ականների սկզբից էլի, այլ նոր ռելսերի վրա, ու որ երկիրը ճիշտ ձևով զարգանա։ Հետաքրքիր նախաձեռնություն է, բարդ է դա, անձերից կախված չի, դա պետքա մի անձ չի լինելու, ինչ-որ լիդերներ չի լինելու, դա պետքա լինի հիմնադիր հայրեր, ոնց որ Ամերիկայում այդ իրանց դեկլարացիան գրեցին եւ ստեղծեցին այդ բազմաբևեռ այդ իշխանական համակարգ, այդ ձևի մենք անենք։
Դրա համար ես կկիսվեմ իրանց Telegram ալիքով, դուք մտեք, ես էլ կլինեմ այնտեղ, երևի այսօր կամ վաղը տեսնեմ։ Կքննարկենք նույնպես Եվգենիկան, ես էլ հեսա կբացատրեմ, էլի, ես չի որ պրծա։ Ու փորձենք հասկանանք, էլի, միգուցե կա փրկություն, արա, միգուցե դուրս գալա պետք է ամեն ինչից, այս ջահիճից։ Դրա համար դե բաժանորդագրվեք մարդիկ, եկեք տեսնենք, որտեվ սա պետք է լինի կոմիտե պետք է սարքվել, այդ հիմնադիր հայրեր, ինչ որ ավելի խելացի մարդկանցով, որ մի հոգուց կախված չլինի։ Ոնց որ հիմա է, էլի, տես Նիգոլից մի հոգուց է կախված, մի հոգի է SMS-ներ գրում, բոլորին ղեկավարում։ Ու միշտ տենց է եղել։ Այս է ռելսերի վրա դրել դեռ հաշն 90-ականների սկզբից, այդ դեգեներատների կուտոկը։ Դրեցին ու միջև այդ սրանց իրավահաջորդներն են, էլի, հերթով այսինքն իրար հանձնում են։ Դեգեներատներ նայեք, որ ջահելներ, լես հիշեք, 90-ականներին ատոմակայանը փակեցին, նայրիտ, արդյունաբերություն ամեն ինչ ավերեցին, մի բանի համար, որ Հայաստանում չծնվեն երկգլխանի երեխաներ, տեսեք ինչ հիմարություն է, էլի, ձգները չդուրս գան Սևանից վազվզեն շների պես, շները թևեր չառնեն, չթռնեն, այնտեղ ինչ-որ մի հիմարություններ, էլի։ Դրա համար Հայաստանում փակեցին ատոմակայան, արդյունաբերություն, այն ղախ պիտղա այն Ստամբուլչյանը պարկել էր բանի ռելսերի վրա, նայրիտի։ Այս կուտոկներ, Լևոն, Ստամբուլչյան, դեգեներատ Վազգեն, որ սպարապետ եք դրել, Վանո, այս կուտոկներ, այս խելագարներն են այդ ամեն ինչը տարածում։ Համ պատերազմ են գնում Ադրբեջանի հետ, համ էլ ատոմակայան տնտեսություն ավերում։ Դրա համար այդ դեգեներատ Վազգենը չհասկացա, որ զինադադարը դա կապիտուլյացիա չի։ Գնաց մեր հաղթանակը սարքեց զինադադար, սարքեց պարտություն այսօր։ Որ Ադրբեջանը լեզուն անել է աջաթից երկար, արա թափա տալի հայերի վրան։ Այ որտեղ դեգեներատ է, որտեղ եթե լիներ IQ ինտելեկտ, Եվգենիկայով ձևավորված մարդիկ լինեին դրանք, դե աննասունություն չէին անի։ Գնացին զինադադարը գրեցին ժամանակավոր էլի։ Եկան խափեցին ազգին, ասին հաղթել ենք, մայիսի 9-ն էլ մեր հաղթանակի օրն է։ Ու այս ռելսերի վրա դրած այս անասնազանգված այսինքն շարունակեց։ Կրթեց նոր անասունների, դեբիլների, որ իրար այսենց հա կրթում են։ Արդյունքն էլ է սա։ Դանիել Իոնիսյան, Նիգոլ, այս այն տոպրակի դեմքով ինչ որ քաղաքական դեմքեր, որ նստում են ինչ որ, ասում է, ծխելը սարքեն 21 տարեկանից։ Այ ինչ անասուն ասես կա։ Մեկ ասում է դրոշի վրի գույնն է վատը, տոնը փոխենք։ Այ պարապ են մնացել, այսենց անասուններ ծնեցին այ դրանք։ Դրանց թորներն են այդ դաստիարակվել։ Ռոբերտ Քոչարյանը, որ պատկերացրեք մտավ համալսարան, այ մի օր լրագրողներ հարցրեք, էլի, թե ում ինքի նկատի ուներ, էլի, որ ծաղրեց գիրք գրել, էլի, ասեց, հենա մի հատ է գիրք գրող կար, տեսանք ինչ եղավ, էլի, այսենց մի բանով, էլի։ Իմ համար միջև հիմա հարցական է, ումի նկատի ուներ, Վանոյին, թե բանին, Լևոնին։ Այ լրագրող, մի օր հարց տվեք այդ ասուլիսների ժամանակ, թե հետում էր ինքը ծաղրում, էլի գիր գրել, այ կրթությունը քանդեցին, սարքեցին դեգեներատների։ Դրա համար հիմա պետք է Եվգենիկան կիրառվի մեր ազգի նկատմամբ ու ես կկանգնեմ այդ քաղաքական ուժի կողքը, որը դա կորինականացնի։ Որը այդ ամեն ինչը կդնի այդ ռելսերի վրա, որ իշխանության կան խելացի մարդիկ։ Նայեք, իշխանական աթոռին բարձրացողը պետք է ունենա IQ թեստեր հանձնի։ IQ թեստ պետք է հանձնեն, որ գան իշխանության, ոչ թե մի դեգեներատի բերեն, որ հետո լավ իշխեն կառավարեն, էլ։ Այն որ մեկն էլ ռելսից դուրս թռնի, տեսեք, ինչ օրը գցեցին են Աղազարյանին, են դեգեներատին։ Մտավ դատախազը զրկի մանդատից։ Այ հիմա հիշեք, այս նույն ձևով Վազգենը մանդատից զրկեց բանին, Վանոյին։
Այսինքն մտավ բանը դատախազի ժամանակ Աղվան Հովսեփյանը ազգային ժողով ասեց զրկեց Վանոյին մանդատից ինչ որ մի հոգու վկայությամբ մի հոգեր վկայություն տվել ու բան արեցին Եգրապահի տղեկը Վազգենի հրամանով Վանոյին զրկեցին մանդատից որ ինտելեկտով Վանոն ավելի զարգացած էր քան այդ դավալեցի դեբիլը բայց ոնց Վազգենը այդքան արեց այդ օրինակը տեսեք հիմա այսօրին աղջիկը մտել է Աննան Աղազարյանին է զրկում մանդատից նույն ձև էլ Վանոյին արեց Վազգենը սպանելով գլխավոր դատախազին ու տեղակալին այ բոլորը այդ էին ասում այն ժամանակ իմ սերունդը բոլորն Երևանաբնակ գիտեին ասում էին ամեն պատի տակ Վազգենը սես զակազները լրիվ տվել էր որ Աղվան Հովսեփյանը գար բանի դառնար դատախազ հետո մտներ մանդատից զրկեր որտեղ Հենրիկ Խաչատրյանը հրաժարվել էր մանդատից զրկեր ու երբեք դա չկապեք Ռոբերտ Քոչարյանի հետ այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանը մեխի գլուխ էր Վազգենը շաբաթը մեկ Ռոբերտ Քոչարյանին ծեծում էր հետո գնում բերում նստեցնում աթոռին որ հիմա մեկ ասում են Ռոբերտ Քոչարյան այն ժամանակ ժողովուրդը ուրախ են Ռոբերտ Քոչարյանին Ռոբերտ Քոչարյանի մեջ փրկություն տեսան Վազգենից ազատվել ու այդ դրա համար պետք է լինի Եվգենիկա նայեք մենք այդ ամեն ինչի շարունակությունն է այսինքն շարունակվում է նայեք սերիական մարդասպանների մոտ արտասահման էլի ամեն տեղ նույն են Բրեյվիկը բան Եվրոպա արա գնում են լրագրողներ ինտերվյու բիոգրաֆներ փսիխոլոգներ խոսում են տեսեք միջև այսօր Նայիրի դուռը ոչ մեկ չի բացում Նայիրին չի տված ազատ բան որ լրագրողներ բան գնան դուր Նայիրին տեսնեն որտեվ ազգը անասուն արա էլ ուրիշ բառ չկա որտեվ ձեզ անասունի տեղ են դրել այս բոլոր իշխանավորները ու սրանք դրանց շարունակողներն են Վա այսօր էլ որ խոսում են մնացած ուժերը սրանք էլ են նրանց շարունակողը այդ նույն ռացերի վրա դրած այդ գնացքն են ուզում նստեն դրա համար եկեք հələ մի հատ մտնենք օրինակ այդ բանով լսենք օրինակ Խերիմյան Արտակին ու այդ միաբանության այդ ծրագրերը որ այս ամեն ինչը շուրջ է սա փոխվի ճիշտ ճանապարհի վրա դրվի երկիրը դրա համար ես առաջարկեցի կքննարկենք նույնպես Եվգենիկան էլ նույնպես օրենքները իշխանությունը ոնց պետք է ձևավորվեն այն փնթի դիպլոմավորներ չպետք է գան որ չգիտես որտեղ են ստացել այնա Եգրապահի տղեկն է սա անգրագետ ստացան դիպլոմներ հիմա լսած կեսը անգրագետ դոկտորներ են բայց մեկին հարցնեսել է մի օր լրագրող հարցրու բացումը կանչում ես մոտ այդ նրա դոկտորականը բացի կարդալ է թող մի հատ պատմի քեզ ինչ գիտնական հայտնագործություն այլ որ դոկտորա դարձել կամ գիտությունների տեխնատու է դարել թազահեծանի վահորինել թե այսպես պետք է երկիրը խելքի բերվի երկիրը այսպես դրել են դեգեներատները գծի վրա ձեզ էլ համոզել են ձեզ մեջ այդ ոսկորացրել են ոսկրացրել ու տանում են առաջ իսկ Եվգենիկան նայեք դա որ հենց Սինգապուրում իջել է աշխատում է տեսեք IQ-ն ինտելեկտը մարդու ամենակարևոր բանն է Սինգապուրում սենց է եթե դպրոցականները միջև սեռահասուն դառնալը հանձնում են մի քանի անգամ տեստեր IQ-ի երբ որ մարդիկ թույլ ունեն IQ դա նույն սելեկցիայի պես է ոնց որ բնության նույն ֆերմայում էլի Ես սենց կոպիտ համեմատություն եմ անում, բայց նման է շատ естественный отбор, էլի սենց որ լավ որակ ստացվի, էլի նույնն էլ մարդկանց հետ է Հիմա որոշները կկապեն դա նացիստների հետ, գերմանացիների, էլի եկեք պետք չի համեմատել, էլի դա այսօր Սինգապուրում կա խրախուսում են այդ մարդիկ, որ չունենան ժառանգ Որտեվ եթե անորակ է գենը այդ արդեն ինտելեկտը ամեն ինչը դա լավ սերունդ չի տա Ինչի մարդ պետք է նույն կենթանու նկատմամբ այդ ձև մտածի, բայց ոչ իր նկատմամբ Մարդու հասկանում եք, որ հետո չլինեն հիվանդ երեխաներ ծնվեն, մեշոկով հետո պետությունը դրանց պահի ու ծնողն էլ տանջվի ձեռը Այդ ձևի մարդիկ պետք է մեկուսացվեն, ոչ թե մեկուսացվեն, նայեք, խրախուսվեն Օրինակ գլխանց փող տան, մարդու կնիկ ամուսնացեք դեբիլներով իրար հետ, ընտանիք կազմեք, ապրեք,
բայց երեխա մի ունեցեք, պարտավորություն է։ Եթե միամիտ ունեցաք կամ բան, կամ կինը իր փողերը օպերացիա չարեց կամ բան, դա պետք է լինի անվճար պետության կողմից։ Դուք քաշեք համ ծննդաբերության ծախսերը, պետ պատվեր չի լինի, ոչ մի բան, երեխան է դպրոց կգնա վճարովի։ Այսինքն օրենք է պետք Հայաստանում։ Որ այդ կիսաբաց լուսամուտների դեգեներատները, որ այսօր Գյումրիում լցված տափահարում են այդ խելագարներին, մի 60 տարի հետո վերանան։ Այսինքն պետք է արվի։ Այդ մարդիկ կարող են ապրեն, աշխատեն իրար հետ, ընտանիք իրար ծերությունն է, որ գա, պետք է ավելի բարձր թոշակ ստանան, որտեղ չունեն խնամակալներ։ Հասկանում եք, երեխա չեն ունեցել։ Ու այդ ձև, օրինակ, մի 60 տարվա մեջ ազգը կզտվի, հասկանում եք, կմաքրվի։ Մի քիչ դաժան բան եմ ասում ես, բայց դա արվող է։ Սինգապուրում հենց հիմա աշխատում է, բացեք, կարդացեք դա։ Իսկ Սինգապուրում խելացիները, որ արդեն բարձր ցուցանիշ են ցույց տալիս, ավելի sense կա, էլի բաժանված ինչ որ կլասիֆիկացիա կա։ Պետությունը առաջարկում, ասում է, այ դուք իրար հետ ամուսնացեք։ Այ այս խումբը առաջարկում է այս խմբին, տեսեք, համակրեք, այս ամուսնության դեպքում դուք կունենաք պետական հովանավորչություն, ուսման մեջ, երեխաների բնակարանի տարբեր էլի բոնուսներ է տալիս։ Այդ մարդկանց որ բազմանան, երեխա ունենան։ Անպետության համար աշխատեն, համ էլ նորմալ սերունդ տան։ Այսա պետք է Հայաստանին։ Սա պետք է օրենքի պես գրվի, դա մինիմում մի 100 տարվա կտրվածքով, որ 100 տարի այդ օրենքը ոչ ոք չխախտի։ Խիստ հետևեն, որ 100 տարի հետո մենք ունենանք առողջ հասարակություն, որ հայը, հասկանում եք, դառնա բրենդ աշխարհում։ Ոչ թե խայտարակություն լինի, հայը դառնա, այսօր ոնց է նույն Ռուսաստանում ես կարող եմ ասել, նույն արտերկրում էլ, ավազակ խափեփա, այսօր Ռուսաստանում նույն տան վերանորոգում է, մարդիկ պետք է անեն, նախընտրում են ոչ հային, ուզբեկ, տաջիկ կգա կանեն, բելորուս, թեկուզ խմող կարող է լինի Բելորուսը կամ նույն Ուկրաին կեք աղջիկներ են անում այստեղ, բայց հայ աֆերիստին չեն ուզում տեսնել, որտեղ հայը խափեփա է։ Հայ մեքենայի վարպետը խափեփա է։ Նույն Մոսկվայում, ովքա գիտեն մեծ մասը։ Հայի հետ շփվել են, ասում են ավելավա հայից հեռում են, արդեն գիտի։ Ռուսն էլ է սովորել։ Հենց այսօր իմ ծանոթը պատմեց, հենց Պատմասկովիա, թոշակարու մարդ է, գնացել է ցույց է տվել Նիվայի բագաժնիկ փոխել, ասել է առնեմ, օրինակ, Նիվայի բագաժնիկ էլի։ Ինչ որ պետք է առնեմ, տեղադրես մեքենայի վրան։ Մարդ ուզել է, կարծեմ 20,000 ռուբլի փող ներկելով, ներկը փչելով, թե ինչ է, ամեն ինչով էլի գործը։ Այս մարդը գնացել, թոշակը ստացել, առել է, բերել է, վերջում 50,000 է պահանջել։ Հայ վարպետը։ Այդ թե հայի տականք տեսակը որն է։ Այ հայը պետք է բրենդ դառնա, այս ամեն ինչը չպետք է լինի։ Ես ինքս հայ արեստավորներից արդեն այս իմ արեստավորը ադրբեջանցի տղամարդ է։ Ինձ ասում է կգաս 11-ին, ինքը 11-ին պատրաստ ինձ է սպասում։ Ես օրինակ այդ սիգնալը տալիս եմ, ինքը դարպասը բացում է մտնում եմ։ Ուրիշ մեքենա չկա։ Իսկ հայ մոտ գնում էի, մի օր կանգնում էի, միջև ինչ որ մի քանի ավտո սարքում էր, հետո իմ ավտոյով էր սկսում զբաղվել, ծերանում էի կողքը։ Այս է հայ արեստավորը խափեփա ու ադրբեջանցի։ Այս տեսակը պետքա վերանա հայի մեջից։ Հայ շինարարը կա, Ռուսա Մոսկվայում, իմ ծանոթը, ասում արա տաջիկը գալիս է, իմանում է հայ է, փողը գլխանց է ուզում։ Որտեղ բոլորը գիտեն, հայը գցող խափեփա է, մուտի լոփշիկ է։ Ինչև ասում է, գլխանց փողը չես տալի, բանվորության չեն աշխատում։ Որտեղ հայ է, այ հայ տեսակն է։ Հայը մենակ հային կկանչեր Հայաստանից, կեսի կես գնով աշխատացներ ու աշխատավարձ չտար։ Ստրկության մեջ պահեր, իմ ընկերն ա եղել դրա մեջ։
խափեցին, բերեցին ստեղ, դա մի օր կպատմեմ։ Քարից աբլիցովկա շարել, ասենց օրինակ, խոսացել են օրինակ $20 քառակուսի մետրը, ուղիղ պատ։ Համաձայնվել է, $200 տվել են Հայաստան, որ գար Մոսկվա։ Հələ մի 6-7 տարի առաջ։ Գալիս է Մոսկվա, դեմ են տալիս օվալաձև ամբողջ շենք, բալկոններով։ Լրիվ ավելի բարդ գործ։ Այ հայը հային պետք է խափի մենակ այտենց։ Այսա պետք է փոխվի, արա, այս հայ գենի մեջ այս ամեն ինչ է Եվգենիկան կճշտի, կմաքրի։ Սա շատ ծավալուն թեմա է, տեսեք ժողովուրդ, ես հիմա էլ արդեն կես ժամը անցավ, բայց ասում եմ, այն քաղաքական ուժը, որ կդնի Եվգենիկան իր ծրագրի մեջ, ես այդ քաղաքական ուժի կողը կանգնած եմ։ Իմ համար ես քաղաքականություն երբեք չեմ ուզեմ մտնեմ, էլի եմ ասում, բայց կաջակցեմ, կգովազդեմ, ինչ որ պետքա կասեմ։ Եվգենիկա պետք է աշխատի, թե չէ ազգը վերանում է, ջնջվելու է, մի երկու սերունդ հետո ընդհանրապես բան չմնա։ Ոչ մեկին պետք չէ, ոչ ռուսին է պետք լինելու որպես գուբերնիա, ոչ էլ Թուրքիային ադրբեջանցին որպես բան, այնտեղ վիլայետ։ Ոչ մի բան պետք չի լինի, որտեվ այդ անասունը իսկի չես տանելու մորթես ուտես, էլի արկելված է։ Դա մի հատ կովի օգուտ չի տալու։ Համար դե գրեք, կիսվեք ձեր կարծիքները, էլի։ Չհամեմատեք ինձ հիմա բժիշկ դոկտոր Մենգելեի հետ, այդ դա լրիվ տարբեր բան է, էլի իմ ասած։ Նրանց մոտ դա ավելի բան է եղել, էլի, դաժան ձևով։ Սա պետք է արվի փափուկ ձևով։ Մարդ ավելի լավ է փող ստանա ու իմանա այդ ամեն ինչը, թե ոնց է գնալու, էլի օրինակ, նույն ծերության ժամանակ, ոչ թե դառնան կիսաբաց լուսամուտների համար ինչ որ ասենց ասած հյուրեր, ինչ որ մի քանի երկու կոպեկի համար տարին մի երկու անգամ գնան խայտարակվեն, որ ինչա հացի փող ունենան։ Թող պետությունը վերցնի իր հովանավորության տակ, մենակ չբազմանան, ավելի գոհ կլինի այդ զանգվածը։ Այսքանը։ Շնորհակալություն, գրեք ձեր կարծիքները, ինչ կարծիքի եք, փափուկ կլինեք, շատ բան չլինեք, դաժան հետս։ Ու մի բան ասեմ, ոմանք նամակներ են գրում, ասում են դու ջնջում ես նամակները։ Տեսեք, ես բարերի մի ամբողջ ցանկ եմ գրել, որտեղ թեկուզ դուք Նիկոլին հայհոյ եք թեում, այդ նամակները չի գրանցվում, միանգամից համակարգը ջնջում է, որտեղ այդ կլյուչիվոյ բառեր կա, որոնք ես արգելել եմ այդ բաների մեջ, կոմենտարյաների մեջ, YouTube-ում դա։ Եղավ, իսկ մնացածիդ նամակները ես կարդում եմ, մենակ եմ, էլի։ Շատ անգամ չեմ հասցնում պատասխանեմ կամ ֆիզիկապես անհնար է հարյուրավոր նամակի պատասխանել։ Շնորհակալություն, բայց նայում եմ, կարդում եմ, թեկուզ ընթացքում օրեր անց։ Լավ մնացեք, հաջողություն։